Այսօրվա միջոցառման անոնսը գուցե տեսնելիս ոմանք ու զարմացող լինեն, թե ինչու է հենց այդ թեմայով այսօր հանրապետականը նման քննարկում հրավիրում։ Ես որպես այս մեր պանելային քննարկման վարող կարճ կներկայացնեմ այն հիմնավորումները, որոնցով մենք առաջնորդվել ենք, երբ որ հրավիրել ենք այսպիսի քննարկում, բայց մինչ այդ կցանկանամ ներկայացնել ձեզ քննարկման մասնակիցներին Տիկին Ռուզաննա Մալխասյան, հայ-չինական տնտեսական հանձնաժողովի նախագահ Հայաստանի արդյունաբերական պալատում, Գագիկ Մինասյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Արտակ Զաքարյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ եւ ես ձեր խոնարհ ծառան, Արմեն Աշոտյան։ Ինչով ենք մենք առաջնորդվել, երբ որ առաջարկել ենք այսպիսի մասնագիտացված քննարկում, որը կարծես թե առաջին հայացքից կարող է թվալ, որ աղերս չունի այսօրվա ներքաղաքական կամ արտաքին քաղաքական իրավիճակի հետ, մեր խորին համոզմամբ ճիշտ հակառակը, այն գործընթացները, որ տեղի են ունենում մեր երկրում եւ մեր երկրի շուրջ, մեծապես պայմանավորված են այն քարտեզային փոփոխություններով, լոգիստիկ գլոբալ պայքարով, այն տարածաշրջանային տեկտոնիկ տեղաշարժերով, որոնք տեղի են ունենում ինչպես մեր հարավային Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ հարակից տարածաշրջանում եւ պայմանավորված են գլոբալ գեոպոլիտիկ պայքարի լոկալ դրսևորումներով։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում ներքաղաքական, մենք մեծապես կապում ենք այդպիսի գլոբալ քաղաքական փոփոխությունների լոկալ դրսևորումների հետ։ Գաղտնիք չէ, որ այսօրվա աշխարհում, որտեղ միջազգային իրավունքի չգոյության մասին հայտարարում են անգամ ամենագերազոր ուժերի ղեկավարները, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վերջերս արած աղմկահարույց, բայց շատ ազնիվ իր բացահայտման մեջ հայտարարություններ, այնպես էլ մեր հարևան երկրի Ադրբեջանի նախագահն է խոսել միջազգային իրավունքի չգոյության մասին եւ այլ բազմաթիվ դերակատարներ եւ զարգացումներ ապացուցում են այս նոր տենդենսը։ Այսօրվա աշխարհում պայքարը գնում է երկու բանի համար, դա ռեսուրսների եւ մատակարարման ուղիների։ Եթե բժշկական լեզվով ասեմ, արյան եւ արյունատար անոթների համար է գնում այսօրվա պայքարը եւ Հայաստանը այս ընթացքում հայտնվել է այդպիսի պայքարի կիզակետերից մեկում։ Պատահական չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության վերջին ռազմավարության մեջ հիմնական շեշտադրումները արված են հենց գեոպոլիտիկ, եթե ոչ գեոէկոնոմիկ շահերի վրա եւ այս տեսակետից հարավային Կովկասը նույնպես ինչպես ամերիկյան, այնպես էլ այլ գերտերությունների ուշադրության կենտրոնում է գտնվում ի մասնավորի Հայաստանը։ Մեզ գործող ռեժիմի կողմից հրամցվում է օրակարգ, որը փորձում է մի կարմիր թելով անցկացնել մի թեզ. այլընտրանք չկա։ Այսօրվա մեր քննարկումը այն մասին է, որ անգամ ստեղծված իրավիճակում կա այլընտրանք եւ այդ այլընտրանքը ոչ միայն քաղաքական բանաձևերով է, այլ նաեւ համակցված է, եթե չասեմ հիմնավորված է տնտեսական, մասնագիտական, լոգիստիկ հիմնավորումներով եւ հաստատներով։ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող կեղծ օրակարգին, այդ թվում լոգիստիկ առումով, այսպես կոչված խաղաղության խաչմերուկին եւ այլն, կա այլընտրանք եւ այդ այլընտրանքի վրա հանրապետական կուսակցության մասնագիտացված թիմը աշխատել է երկար ժամանակ, կոլաբորացիայի մեջ լինելով նաեւ այլ ոլորտի մասնագետների հետ։ Երկրորդ ներքաղաքական, այսպես ասած, հարթությունը այն է, որ մեզ հրամցնում են թեզ, հանցավոր թեզ, Արցախը տանք հանգիստ ապրելուց հետո, հիմա նոր թեզ է հրամցվում, Սյունիքը տանք հանգիստ ապրենք, հետո տալու ենք անկլավները, որ հանգիստ ապրենք ճակերտավոր, հետո տալու ենք այդ ամեն ինչին խանգարողներին կողքի պետությանը, որ հանգիստ ապրենք, միջև ուր կարելի է տալ, որպեսզի այսպես կոչված հանգիստ ապրել։ Ակնհայտ է, որ տալով հանգիստ ապրել չեն կարող։ Եվ մեր այսօրվա քննարկման բովանդակային շեշտադրումներից մեկը այն է, որ Հայաստանը կարող է ոչ միայն եւ ոչ այնքան տալ, որքան նաեւ ստանալ։ Մյուս շեշտադրումը, որ կցանկանամ անել, հետեւյալն է, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շարժման թեման բացառապես Նիկոլ Փաշինյանի 7 տարիների քաղաքական գործունեության արդյունքն է։ Սա ուզում եմ ֆիքսեք փաստագրված
որովհետև դրա մասին եմ վկայում թուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովների 2009 թվականից առայսօր ընդունված բոլոր բանաձևերը, որտեղ առաջին անգամ Զանգեզուրի միջանց կոչվող կոմունիկացիայի կարևորության մասին խոսվել է, այստեղ խնդրում եմ ձեր ուշադրությունը, բացառապես 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այդ եղած ոչ մի թուրքալեզու պետական կամ միջպետական դոկտրինում, բացի մի խումբ թուրքական ինտելեկտուալներից, այդ միջանցքի մասին երազել նույնիսկ իրենք չէին կարող։ Հետևաբար Զանգեզուրի միջանցքի, ճակերտավոր Զանգեզուրի միջանցքի թեման Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքն է։ Սա փաստագրված է, սա ոչ թե քաղաքական գնահատական է կամ քաղաքական մրցակցության թեզ, դա փաստ է, որից ոչ ոք փախչել չի կարող։ Եվ այսքանով հանդերձ մենք նորից վերադառնում ենք մեր հիմնական թեզին, այլընտրանք կա, այլընտրանք կա տարբեր ուղղություններով, ոչ միայն արտաքին քաղաքական գործունեության, այլ նաև լոգիստիկ կոմունիկացիոն տրամաբանության մեջ։ Ուզում եմ հաշվի առեք նաև այն փաստը, որ Հայաստանի գործող ռեժիմը քանիցս հայտարարել է, հատկապես վերջերս, Եվրամիության տարբեր պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որ Հայաստանը միանում է Սևծովյան ռազմավարության ծրագրին, Եվրոպական միության կողմից ստեղծված, կոչվում է Black Sea Strategy, որտեղ ակնհայտ է, որ Հայաստանի դերակատարությունը դիտվում է բացառապես միակողմանի եւ ընդամենը Եվրոպական միության տնտեսական, գեոքաղաքական շահերի սպասարկման ներքո եւ ոչ թե սեփական շահերի առաջմղման գերակայությունից ելնելով։ Այսօրվա զեկույցներում դուք կտեսնեք, որ նորից կրկնեմ, ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը նորմալ կառավարություն ունենալու պարագայում կարող է առաջարկել այլընտրանքներ եւ շարունակել հետապնդել սեփական ազգային եւ պետական շահերը։ Ուստի թույլ տվեք այսքանով